Բարև ձեզ Factor TV հյուրը հանրային գործիչ Միքայել Հայրապետյանն է, ողջույն, պարոն Հայրապետյան։ Մի կողմից կա պատմական փաստ, հայոց ցեղասպանության փաստը, պարոն Հայրապետյան։ Մյուս կողմից կա ըստ էության անհրաժեշտություն դուրս գալ նույն Թուրքիայի կիրառած պատժամիջոցի տակից, դրա հետևանքներից, որը հայ-թուրքական սահմանի փակումն է եղել 93-ին նրանք ըստ էության մեզ պատժել են Քարվաճառի օպերացիայից հետո փակելով սահմանը, այդ ձեր կարծիքով ինչպես եւ չհատել կարմիր գծեր եւ գնալ նորմալացման, կա այդպիսի միջին բանաձև, թե ամեն ինչ ծայրահեղությունների մեջ է։ Երևի թե կլինի, բայց ոչ այս պահին, որովհետեւ հիմա ամբողջ մոլորակն է տուրբուլենտության գոտում գտնվում եւ նախկին աշխարհակարգի Պոտզամից հետո եղած աշխարհակարգի կանոնները, որ գործել էին եւ մոլորակը պահում էին հավասարակշռության մեջ, հիմա չկան, խաղի կանոններ պարզապես չկան։ Դրա համար հիմա ինչ դեղատոմսել ասվի, մատից ծծած ինչ որ բան է լինելու։ Հիմա պարզապես պետք է ոտնատակ չգնալ, այդքան բան։ Իսկ ոտնատակ ընկնելու վտանգը մեծ է։ Թե նվազ։ Մեր խելքից է կախված, ինչպես որ վարչապետն էր ասում, որ խելքից է նախկատ լինում, հա։ Այս նույն ձևով էլ ոտնատակ գնալը մեր խելքից է, ինչպես որ մեր խելքից էր Կապանի օդանավակայանի մատույց հասցնելն ադրբեջանցիներին, այնպես որ եւ դրականը եւ բացականը մեր խելքից է, այնպես չի որ ամեն ինչ մռայլ է եւ շատ վատ ապագա է մեզ սպասվում, ամենևին ոչ, կարող է հենց այնպես դասավորվել, որ նույնիսկ ամենապայծառ երազում մենք չպատկերացնեինք, որ հանգամանքները մեր օգտին այդպես կշարվեն մեկ գծի վրա։ Շատ լավ, իսկ ինչպես հասնել նա, որ Հայաստանի օրակարգը իրագործվի նույն Թուրքիայի հետ հարաբերությունով այդ անկայունության կամ քաոսի պայմաններում, այսինքն հասնել դժվար լուծման միջազգային շատ բարդ պայմաններում, ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև նաև այս հարաբերություններում եղել են տարբեր ուժեր՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Եվրամիություն, հայկական սփյուռք, որոնցից յուրաքանչյուրը ամեն մեկը ունի իր շահերը եւ իր օրակարգը, հա, այս հարաբերություններում, բայց Հայաստանի օրակարգը երևի թե մի քիչ այլ պետք է լիներ։ Ինչ եք մտածում։ Այո, երևի թե պիտի այլ լիներ, բայց նորից չանդրադառնանք այն բանին, որ հիմա տուրբուլենտության գոտում է եւ հիմա կողմնորոշումը շատ ավելի բարդ է լինելու, թե ինչպես կողմնորոշվել ամեն վարքյան բան է փոխում, ասենք Բանդարաբասում պայթյունից հետո որոշակի բան փոխվեց, որոշակի բաներ փոխվել Իրանի նախագահի օդանավի առեղծվածային կործանումից հետո։ Հիմա Իրան-ԱՄՆ երկխոսության դեռևս չծավալված լրջորեն այդ երկխոսության պարագայում շատ օր-օրի փոխվող աշխարհում մենք ապրում, բայց մի ուրիշ բան կա, դրա հիմնահարցը այդ խորքը մի հատ հասկանանք, հա, թե հենասյունը որն է, հենասյունն այն է, որ արտաքին քաղաքականությունը, ինչի մասին դուք հարցնում եք, բխում է, ծագում է եւ շարունակությունն է ներքին քաղաքականության։ Իսկ մեր ներքին քաղաքականության ֆունդամենտը, այդ ֆունդամենտի ֆունդամենտը, հիմքի հիմքը հոգեվոր անվտանգությունն է, մի բան, որը բարձի թողի վիճակում է։ Եթե թույլ կտաք փոքրիկ մի հատ ակնարկ անեմ եւ այսօրվան կապելով ասեմ։ Գիտեք, Պարականոն Աստվածաշնչում կամ Թալմուդում կա Ենովքի գիրքը, որտեղ փրկության խնդիր կա։ Ինչպես կա, որը նոր կտակարում նաև մեկ ուրիշ ձևով ջրեղեղի նոյան տապանի մեջ ամբարելու տեսքով հանդես եկավ։ Մենք ինչն ենք կարևոր արժեք համարում, մենք ունենք առաջնահերթություններ կարևոր արժեքների։ Տեսեք 1915 թվականին, երբ որ Վանը մեկ ամիս հերոսաբար դիմադրեց եւ հետո հայ կամավորականները չընթարկվելով ռուսական գլխավոր ժամանատարության հրահանգներին մտան Կարս եւ օգնության մտան Վան եւ օգնության հասան մեկ ամիս հյուծված ինքնապաշտպանվողներին, դրանից հետո ռուսները նահանջի հրաման տվեցին, թեկուզ 10 օր հետո նորից վերադարձան, բայց այլևս Վանում հայ չէր մնացել, արտագաղթեցրին։ Գիտեք, այդ գաղթի ժամանակ մեր ամենալուսավոր կերպարը առաջին հանրապետության, որ Վան ինքնապաշտպանության ղեկավարներից գլխավորն էր երևի, Արամ Մանուկյանը, գիտեք ինչ արեց, այն սակավաթիվ սայլերից երկուսը տվեց Ադոյին եւ Աղթամարից, Վանից հավաքված ձեռագրերն ասած հասցրու Էջմիածին։
Էջմիածնի մատենադարան տար։ Ինքն էլ կարող էր, չէ՞, այնպես վարվել, ինչպես վարվեցին դրանից ընդամենը 5 տարի հետո Կարսի գեներալները, որոնք այդ սայլերը օգտագործում էին իրենց կարասիները ավելի անվտանգ տարածք տեղափոխելու համար։ Ինչու 5 տարի հետո 20 թվականին այդպես վարվեցին, որովհետև չկար արդեն Արամի նման մեկը։ Այ արամությունն է բացակայում։ Հասկանում եք, սրանք շահկապված են իրար։ Դրա համար էլ 3 գեներալ, հայկական բանակի խայտարակ ձևով գերի ընկան։ 5 տարում, այսինքն 5 տարուց 2-ը մենք պետականություն ունենք 18-ից 20 թվականներին։ Այդ պետականությունը մենք մսխեցինք առաջին հանրապետության շրջանում, բարոյալ լքվեցինք։ Դրա համար սայլերով ուրիշ բան էին տեղափոխում, ոչ թե մեր գանձերը։ Դրա համար էլ ասենք Անգելա Մերկելը, որ եկել էր Երևան, մեր երկրի վարչապետը նոր էր, չէ՞, վարչապետ դարձել։ Ազատորեն զբոսնում էր նրա այդ պողոտայում, հյուսիսային պողոտայում։ Իսկ հիմա Մատենադարան է գնում եւ հարակից շենքերում տեղակայված անդորը խանգարելով ոստիկանությունը, հա, բոլոր տեղում հանկարծ մի բան չլինի։ Այսինքն ինչքան հեռացել են իրարից Մատենադարանն ու մեր իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն ու Մատենադարանը իրարից որքան հեռու են արդեն։ Դա այն մերձեցումը չի, ինչ որ ուներ Մատենադարանի հիմքի հետ Արամ Մանուկյանը, որ ձեռագրերն էր տեղափոխում Էջմիածին։ Դրա համար դուք որ ասում եք արտաքին քաղաքականության մասին, այդտեղ պրոֆեսիոնալ նրբություններ կան, որ կարծում եմ ինձ դիմել պետք չէ։ Ես ընդհանրապես կարող եմ դրանց ֆունդամենտը հասկանալ։ Ես նրա պրոֆեսիոնալը չեմ, այս սրա պրոֆեսիոնալն եմ։ Ես կարող եմ ասել, որ ավերակների վրա, իսկ ավերակների ենք մենք վերածում ամեն վարքյան, փոխաբերական իմաստով ասեմ, մեր Մատենադարանը, մեր հոգու հայրենիքը, եւ այնտեղ մուտք պիտի գործենք սնայպերների հսկողության ներքո։ Մենք վախեցած ենք ինքներս մեզնից։ Չկա Արամ Մանուկյան այսօր։ Մնացել են Կարսելը քող բարոյալքված գեներալները եւ Կարսում գերի հանձնված գեներալները, 3000 զինվորները։ Հասկանում եք, գերի հանձնված, որ այդ հաուբիսներից ոչ մեկը չկրակեց, չէ՞ որ այդ Կարսը ախր զգուշացված էր։ Պատերազմից առաջ, նույնիսկ 2008 թվականին ասված էր, գրել է Լեոյի գրքի նախաբանում, որ այնպես չանենք, որ այս անգամ էլ Կարսը Շուշին դառնա եւ նոր ժամանակների Ալեքսանդրապոլն էլ Սյունիքը դառնա։ Մենք հենց հիմա եկանք հասանք այդ հանգրվանին։ Ինչու՞, որովհետեւ տգետ ենք, որովհետեւ ոչինչ չգիտենք, որովհետեւ մեր անվտանգության խորհրդի կամ չգիտեմ կառավարության նիստերը աղամանի հարց են քննարկում։ Մեր երկրի ղեկավարը կախիչ ստուգող է դարձել, հայհոյող է դարձել, բայց սովորական քաղաքացու ինչ ենք ուզում։ Պարոն Հարապետյան, դուք հաճախ եք անդրադառնում այն արժեքներին, որոնց դավանում ենք կամ պետք է դավանենք որպես հանրություն, եւ քննադատության եք շատ հաճախ ենթարկել նաեւ կեղծ արժեքները, որոնք մեր միջից չեն գալիս, դրանք նաեւ ներդրված են, բայց եւ օգտակարել չեն, հա։ Օրինակ հայոց ցեղասպանության փաստը ըստ էության Թուրքիայում այսօր որոշ մարդիկ ավելի շուտ տասնամյակ առաջ ավելի հեշտ էին խոսում դրա մասին, հիմա այնտեղ բռնապետությունը ավելի մեծացել է, բայց Հայաստանում էլ ինչ դրսևորումներ կան, ասենք դրոշներ այրելու դրսևորումներ կան։ Այ ինչպես, ասպես ասենք, հետևել օգտակար արժեքների, եթե նույնիսկ հարցը վերաբերվում է հակառակորդ պետությանը։ Բնականաբար դրոշներ այրելը շատ լավ բան է, երբ որ դու պետություն չունես։ Դա պետական ազգին վայել գործողություն չէ։ Դա կարող են Լիբանանում այրել, Մոսկվայում այրել, Վաշինգտոնում այրել, բայց Երևանը, այսինքն մեր պետությունը իր սոլիդությունն է կորցրել։ Մենք չենք էլ հասկանում պետությունն ինչ է։ Գինը կարող է գիտենք, դրա համար էլ առուծախի առարկա ենք սարքել, հիմա դուք անդադ ցեղասպանության բանն եք ասում։ Ես հետևում եմ սոցիալական ցանցերում այդ գրություններին։ Ես տեսնում եմ, որ գաղափարը նույնն է, առևտրի առարկա սարքել, մանրադրամ սարքել ցեղասպանությունը։ Այն դեպքում, երբ որ դա անսակարկելի է, այդ ուղղությամբ չպիտի լիներ խոսույթը։ Բնականաբար, այստեղ սոլիդության խնդիր է։ Իհարկե մենք օրինակ ջահերով երթը հրաշալի է։ Ողջունում եմ,
Եթե ես էլ երիտասարդ լինեի, մեծագույն սիրով կմասնակցեի ջահերով երթին, բայց դրոշը այրելը այն չէ, բայց դրանից էլ ողբերգություն չսարքենք, ախր սա թեմա չէ, որ հնարավոր է քննարկել, դրա համար ուրիշ արժեք պիտի տրվեր, դրա համար են լրագրողուհին կարող ենք չէ տեսնել, մենք ասոցիատիվ մտածողություն ունենք, այդ համադրականությունը կարող ենք տեսնել, տեսեք մի քանի օր առաջ, որ կրկեսի Մեյմունի շարժումներ անող կոկորտով երկող, երբ որ հայկական երգը կոկորտից չի գալիս, այլ ստոծանուց է գալիս շունչը, մեզ խորթ է, այդ թուրքականն է կոկորտից։ Շարժումներ անող մարզահամերգայինում այդ մարդու համերգին հազարավոր մարդկանց եւ ցույց էին տալիս դա ինչքան մարդիկ կան։ Եւ հանկարծ ընդամենը օրերի տարբերությամբ ես չեմ կարծում, թե դա պատահականության արդյունք է։ Տիգրան Մանսուրյանին չիմացա ինչ լրագրողու էր, բայց ինքը երևի լավ լրագրող չէր, երևի ինքն իր տեղում չէր։ Չնայած մենք լավ լրագրողներ գրեթե չունենք Հայաստանում, որ իրենց մասնագիտության կրողներն են։ Հարցնում էր, թե ինչու ձեր գործը չեք անում։ Մտավորականի գործը։ Այո, մտավորականը պիտի խոսի, բայց մտավորականը խոսելու տարբեր ձևակերպումներ ունի։ Եթե մենք այսօր դեռ հայերեն խոսում ենք, եթե դեռևս հայերեն երաժշտություն կա, այդ հենց մեր Երևանի այսօրվա երևի թե ամենամեծ լեգենդի Տիգրան Մանսուրյանի շնորհիվ է։ Եթե մենք այս արժեքները չենք տվել, փոքրուց կաթին նման չի ներարկվել լրագրողի, մտքի ոլորտում գործողների մեջ, մենք այս կապերը չենք տեսնելու, թե ինչու մի չար ձեռք եկավ եւ դրեց, ասես դե ընտրություն կատարեք։ Տեսեք, խեղճ ու կրակ, ինտելիգենտ, որը ծաղրի առարկա է մտավորականը, հա, հայ հանրության, հայ մտայնության մեջ, Մանսուրյանն է մի կողմ, մյուս կողմում տրճիկ տվող, ոչ մի հայկականության հետ կապ չունեցող կերպարը, երևույթը։ Մենք ինչ արժեքով ենք դաստիարակելու։ Եթե նորաձևություն, ապա այո, նորաձևությունը հենց այդ տրճիկ տվողն է։ Այսինքն կրթությունը մեզ համար նորաձևություն է։ Այսինքն դաստիարակությունն ու կրթությունը մենք իրարից չենք կարողանում տարբերել։ Այո, չենք կարողանում տարբերել։ Ինչու՞։ Որովհետև անեծքի, Չարենցի ասած լորձունքի նման, որպես չար անեծ կախված է մեր երկրի վրա, կարծեք թե կրթության նախարարությունը մեր անկախությունից ի վեր մշտապես հենց կրթության դեմ, ազգային արժեքների դեմ, ազգային արժեքներ, իսկ ազգային արժեքը չի կարող համամարտկային չլինել։ Այդ համամարտկային արժեքների դեմ գործող կերպարներ են, տեսեք, մենք խոսում ենք, չգիտեմ էլի, գուցե շատ եմ ծավալվում, բայց ուզում եմ այդ հիմքերը, հենասյուներն ավելի ապացուցելի դարձնել։ Մենք անընդհատ խոսում ենք ազգային արժեքներից, հետո անընդհատ խոսում ենք համամարտկային արժեքներից, չգիտես ինչու դրանք հակադրելով իրար, երբ որ դրանք զուգահեռ ուղիներ են, դրանք ավելին դրանք նույն ուղիղն են, նույն գծով են գնում, իրար վրա են գնում, մի քիչ շեղում է, եթե դու մարդ չես, ուրեմն ազգություն էլ չունես։ Եթե դու ազգային պատկանելություն ունես, դու չես կարող չհարգել ուրիշի ազգային պատկանելությունը։ Մենք սա չենք կարողանում հասկանալ, այս արժեքների վրա չենք մեծանում, դրա համար էլ, օրինակ ասենք, Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք փորձում Երևալ։ Օրինակ, եթե ես իշխանություն ունենայի, անկախ նրանից արևմուտքը ինչ կճղճղա, ինչ չի ճղճղա, Երևանում թափառող շներ չէի թողնի, որովհետև դրանք վտանգավոր են։ Արևմուտքը դրան վատ կընդունի, հա, թող վատ ընդունի, ստով ասած։ Վնասազերծման տարբերակներ էլ կան։ Գիտեք, մերոնք նմանվում են, շներից օրինակ են վերցնում, գիտեք, մեկ վերցնում են օրինակ մեր հասարակությունը, հա, կամ ժողովուրդը, քաղաքացիները։ Մեկ վերցնում են օրվա ճակերտյալ հերոսներից, ովքեր մեծահարուստ են, թեկուզ դրանցից զզվում են, բայց ուզում են դրանց նման ապրել։ Թեկուզ իշխանություններից կամ անդիմադիրներից զզվում են, բայց փորձում են նրանց մաներան, նրանց խոսակցական ոճը որդեգրել։ Հիմա էլ այս շներից են ուզում որդեգրել, գիտեք։ Բոլորը սենց ամլացված, ականջները ծակած, բայց նենց մի հատ լավ գրմռում են սեփական ժողովրդի վրա։ Այդ գրմռոցը ոչ մի անգամ չտեսանք մեզ հայհոյող, մեզ վատաբանող Ալիևի հասցեն, ինչի, որտեղ այնտեղ ականջները ծակ է, այդ նշանը դրված է վրան, շներին վերացրեք էլ ոչ մի բանից օրինակ չկարողանան վերցնել, շնացած է մեր և իշխանությունը, և ընդդիմությունը, այս վերնախավն է շնացած, որովհետև
շնաբարու ենք արժեքները, ինչ արժեքներ, ինչ արժեքներ ենք սովորեցրել, դաստիարակել, ցույց են տալիս մսի կտորը եւ ամեն ինչ մոռանալով Պավլովյան ռեֆլեքսն է աշխատում, լորձում քողոսում է եւ թռչում են վրան։ Այսինքն մենք ստամոքսի հասարակություն ենք սարքել։ Դրա համար է թեկուզ մեզ թվում էր, որ պիտի օրինակ 1920 թվականին մենք ավելի հաղթական լինենք, որտեղ ավելի լավ զենքեր, ավելի շատ կարգապահ զորք ունենք, քան կամավորականներից հավաքվածներն էին 15, 16, 17, 18 թվականին Սարդարապատում, բայց միևնույն է Սարդարապատում ճակատամարտը հաղթեցինք, իսկ 20 թվականին թեկուզ պետություններ եւ լավը պիտի լինեինք, ամեն ինչ ունենք, անգլիացիք տվել էին, նույն սավառնակներ ունենք, որ թուրքական բանակը չուներ։ Մենք Կարսից վատաբար փախանք, ոչ մի հաուբից չկրակեց։ Այդքան շատ կային։ 3 գեներալ գերի ընկավ։ Հասկանում եք, այս բարյալքումն է, դրա համար արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, իսկ ներքին քաղաքականության հիմքը հոգևոր անվտանգությունն է, ինչ արժեքների վրա է կառուցում դա եւ այդ արժեքները ինչ հերթագայություն ունեն, որն է ավելի կարևոր։ Իսկ եթե կգա էգզիստենցիալ մի հատ վիճակ, ոնց որ էգզիստենցիալիստները, փիլիսոփայությունն եմ ասում, ոչ թե, ահա, այնպես որ կասեն դու պիտի ուտողը լինես թե ուտվողը, ցեղասպանողը լինես կամ ցեղասպանվողը, պետք է խուսափել այդպիսի հարցադրման առջև կանգնելուց։ Այդ դեպքում ավելի լավ է, եթե դրված է այդ հարցը, ավելի լավ է ուտողը լինես, ցեղասպանողը լինես, քան թե ուտվողը եւ ցեղասպանվողը լինես։ Մենք մի անգամ արդեն մեր գլխին կերել ենք դա։ Մենք պիտի շատ աչալուրջ լինենք հիմա եւ ամեն ինչ սկսել հենց դաստիարակությունից։ Իսկ դաստիարակությամբ մենք չենք զբաղվում։ Տեսեք, չենք կարող խուսափել ըստ էության մեր արմիջական հարևանների մասին խոսելուց, նաև այս թեմայով այդ դուք տեսնում եք հնարավորություն, պարոն Հայրապետյան, հաշվի առնելով մեր բարդ անցյալը, նույն ցեղասպանության հարցը կառավարելի դարձնել այս հարաբերությունները այն իմաստով, որ թշնամանքը, ատելությունը, մեր արդեն հոգեբանության մեջ նստած կոնֆլիկտները, անվստահությունը, դրանք այսպես չպայթեն եւ պարիսպները չշրջանցեն վտանգ սպառնալով Հայաստան պետությանը, որովհետեւ էմոցիոնալ ես եւ դուք կարող ենք լինել այստեղ նստած, բայց երբ որ պետական գործիչներն են էմոցիոնալ, իդեպ նաեւ ընդդիմությունը եւ իշխանությունը իհարկե, դա արդեն առնչվում է պետության անվտանգության հարցին։ Արժեբանության իմաստով շնորհակալ եմ այդ հետաքրքիր դիտարկումների համար, բայց կուզեի նաեւ հասկանալ, հա, ունենք հնարավորություն կառավարել այս ամեն ինչը, այսինքն էմոցիաները գերիշխող չդառնան իրական քաղաքականության վրա, պարոն Հայրապետ։ Էմոցիաները շատ լավ բան են, պարզապես ինչպես կուղղորդվեն, ինչպես կկառավարվեն։ Այդտեղ շատ պարզ, եթե տգետ չենք մեր քաղաքական ընտրանու նման, լինի իշխանություն կամ ընդդիմություն, մենք պարզապես հարցադրումը պետք է մյուս կողմից դնենք։ Մի հատ հարցրեք էլի։ Մեր պատմաբաններն ինչու չեն ասում, կամ մենք թուրքերի հետ խոսելիս կարող ենք իրենց հարցնել, կամ իրենք կարող են մեզ հարցնել, եթե իրենք չեն հարցնի, իրենք ուժեղ են, իրենց շահերից չի բխում, մենք հարցնենք։ Այդ որ պահից սկսած էր, որ թուրքը զուտ ազգային պատկանելության պատճառով Օսմանյան կայսրությունը, պարտադիր չէ թուրքը, թուրքն այնքան էր իրեն բարձր համարում, որ դա քրդերի ձեռքով էր հիմնականում անում։ Այդ քրդերի 90%-ն էլ դարերի ընթացքում քրդացած հայերն էին, հա։ Այդ որ պահից էր, որ սկսեցին ազգային հողի վրա հայ սպանել։ Այդ ժամանակ մենք մի փոքր գլխիկոր կդառնանք։ Ինչու, որովհետև կտեսնենք, որ մեր գլխապատար դեպի Ռուսաստան նետվելու հետևանքներ դա 7-800 տարի ապրել էին իրար հետ, այդ հողի վրա ոչինչ չէր եղել, ազգային հողի վրա։ Կովկասյան կամ թաթարների, որ այսօր ադրբեջանցի են կոչվում, նրանց հետ որևէ ընդհարում չէր եղել մինչև ազգային հողի վրա։ Մինչև 1905 թվականը, երբ ինչպես մեր Թումանյանն է ասում, ռուս կազակը, ռուս բյուրոկրատը Թուրքի անվան տակ հայի տունը վառեց գիշերով եւ քաշվեց մի կողմ, եւ հայի անվան տակ Թուրքի տունը վառեց քաշվեց մի կողմ եւ կռիվը գցեց երկու հարևան ժողովուրդների մեջ։ Եթե մենք այս ակունքին անդրադառնանք, ես վստահ եմ, որ այն ժողովուրդների մեջ էլ կլինեն ակունք գնալու եւ տեսնելու։ Այդ ֆրեյդյան տեսությամբ, հա, տեսնենք այս հիմնապատճառը որն է, որտեղից է գալիս։
Իհարկե ցեղասպանությունը անվիճարկելի է, դա որևէ արդարացում որևէ կերպ չի կարող ունենալ։ Անկախ նրանից Օսմանյան կայսրությունը դա արել է թուրքերի ձեռքով, թե քրդերի ձեռքով, անկախ այն բանից, թե Օսմանյան կայսրության երիտթուրքական շրջանում պետության ղեկավարների մեջ ոչ մի ազգությամբ թուրք չի եղել։ Հա, ինչ ասեք եղել է Գագաուզ, Գնչու, Ալբանացի, հրյա, ինչ ասեք եղել է։ Ընդհանուր մինչև 1913 թվականը արտգործնախարարը հայ էր, դրամատան ղեկավարները հայ։ Այո։ Այնպես որ մենք այս հարցերին պիտի կարողանանք պատասխանել եւ այդ հարցերով պիտի դնենք, ոչ թե հակադրությունները սեղանին դրվեն, այլ կան շփման ընդհանուր տիրույթներ։ Եթե կան շփման ընդհանուր տիրույթներ, դրանց շուրջ է պետք խոսել եւ դրանք ընդլայնել։ Եվ ոչ թե հակառակը։ Մենք այսօր ունենք Արունակ Նիկոլը երևի քանի որ ինքը խոսքի արժեքը լավ չի գիտակցում կամ շատ փնթի է խոսքի հանդեպ, բայց խելոք բաներ ասել, ուղղակի շատ կոպիտ էր ասել, ձևակերպումը շատ վատ էր։ Բախտակից ժողովուրդների մասին, որ գցեցին քացուտակ Նիկոլին այդ արտահայտության համար։ Մենք ունենք ընդհանուր շահ Ադրբեջանի հետ այսօր։ Երևի թե կա այդ շփման ընդհանուր տիրույթը, երկուսս էլ ուզում ենք անկախ լինել։ Պարզապես ինքը մեր հաշվին է փորձում ինքնահաստատվել, անկախություն ձեռք բերել եւ տարածաշրջանային հեգեմոն դառնալ։ Մենք էլ փորձում ենք նրանց հաշվին բանալ, քսի տալով ուրիշներին։ Մեր տեղը մի քիչ ավելի է ուրիշները իրական։ Այո։ Դրանից։ Բայց դրա համար էր որ լուսահոգի մեր մեծագույն մտավորականներից մեկը Ռաֆայել Իշխանյանը բառացի վերնագիր էր նույնիսկ սարքել, դա մոնումենտալ աշխատանք է, պետք է անընդհատ կարդալ, սեղանի գիրք սարքել, երրորդ ուժի բացառման օրենքը, որովհետև եթե դուք երկուսով խնդիր ունեք, երրորդը որ մտնում է, նույնիսկ մաթեմատիկայում է այդպես, հա, երբ մտնում է ինքը նոր արժեք է բերում, այսինքն խնդրի դրվածքը փոքր-ինչ շեղում է, չորրորդը մտավ, ել ավելի է շեղում, արդեն իսկ մոռացվում է խնդրի նախնական էությունը, լղոզվում է խնդրի նախնական էությունը։ Այ մենք կարող ենք այնպես անել, որ մեր խնդիրը հստակ լուծել։ Մենք ինչ ենք ուզում։ Մի աղջիկ կար քաղաքագետ, որը շատ հրաշալի, ես իրենից սովորեցի այդ արտահայտությունը, որ ասաց Նիկոլն ուզում է, որ թողնեմ մենք դինջ ապրենք։ Դինջ ապրում են մենակ սովետաշենի եւ թոխմախի գերեզմանոցներում պարկածները։ Եթե չեն շարժվում, ուրեմն կյանք չկա։ Մենք պիտի կարողանանք շարժվել։ Ինչպես Թումանյանն էր ասում, յուրաքանչյուրը շարժվում է։ Մենք պիտի կարողանանք շարժվել, բայց ի՞նչն ենք զորաշարժում, մեր որ արժեքներն են, մեր որ արժեքներն են, որ վրացուն, նույն թուրքին ու ադրբեջանցուն, ռուսին, ֆրանսիացուն, գերմանացուն պիտի ստիպեն, որ մեզ վրա դողան, ասեն, այ այս մեկը միայն ինքը կարող է անել։ Թույլ չտան, որ ոչնչանա որպես պետություն։ Այս բույրը մենակ իրենք են արձակում, այս հայ ուրիշ տեսակ է։ Մենք դա փոխանակ բրենդ սարքենք, կամ այցի պանիրն ենք սարքում, կամ ծիծակը, կամ Մարիոթ հյուրանոցը, դեռ իշխանության չեկած իրեն չգիտեմ ինչտեղ դրած վարչապետն ասում է այսօրվանից հռչակում եմ ազգային արժեք, հա, բրենդ եմ հռչակում, ազգային բրենդ եմ հռչակում։ Հասկանում եք, մենք մեր դա ոչ միայն օգուտ չէ, այլ նաև վնաս է, որովհետև մեր ուշադրությունը շեղում է, դա մանիպուլյացիայի ձևերից մեկն է, ես չգիտեմ դիտմամբ է արված, թե Պալեզնի իդիոտի կարգավիճակում է արված, իրական խնդիրներից մեր շեղելու համար է արվում։ Այսօր ինչի մասին ասեք մենք խոսում ենք, բայց բուն խնդրից, իսկ բուն խնդիրը գիտեք որն է, ոնց անենք ոտնատակ չգնանք, կրկնեմ։ Եթե մենք այդքան ապահովեցինք ոտնատակ չգնալը այս մեծ թողու բողի մեջ, երբ որ օրինակ Բախման եզրին են այսօր կանգնած երկու ատոմային երկրներ, Պակիստանն ու Հնդկաստանը, որ մեզանից հեռու չեն, հա, դրա հավանականությունը շատ մեծ է այդ ոտնատակ գնալու։ Եթե մենք այս խնդիրը կարողացանք ինչ որ կերպ շփման ընդհանուր տիրույթներ խոսույթ մտցնելով լուծել կամ լուծմանը մոտ վիճակի բերել, վաղը մենք օրինաչափորեն ստանալու ենք ավելին, քան մենք կարծում ենք, ինչպես որ ավետարանում է ասված, խնդրեցեք եւ կտրվի ավելիով, բախեցեք եւ կբացվի։ Իսկ մենք չենք բախում։ Եկել իրար վրա այն շվերի նման ականջները ծակած, որ կրտած են, սերել չունեն։ Բայց նույնիսկ մի տղամարդավարի հաչոց են դնում, զարմանում ես, թե իմպոտենտների մեջ որտեղից այդքան ձայն։ Տեսեք, մեր պետությունը երբ որ անկախացել է Խորհրդային Միությունից,
անմիջապես իր սահմաններին բերել շարել է ռուսական սահմանապահների Իրանի եւ Թուրքիայի սահմաններին։ Ես չգիտեմ առաջին նախագահի հաշվարկը որն էր, արդյոք դա պայմանավորված էր Արցախյան պատերազմով, լրացուցիչ ռեսուրսներ դեպի այնտեղ ուղղելով եւ այլն, բայց փաստ այն է, որ մենք մեր հարևանների եւ մեր միջև բերել ենք տեղակայել զորքեր։ Տեղակայվողների շահն է եղել նաեւ այդտեղ տեղակայվելը։ Նույն կերպ էս մեր հարաբերություններում տեղակայվել են տարբեր միջնորդ երկրներ, որոնք ինչպես դուք եք նշում, գալիս են իրենց վեկտորներով եւ իրենց շահերով եւ այսպես անընդհատ ծռում են, հա, թեման։ Եվ հայ-թուրքական արձանագրությունների այդ ֆոնը ինչի մասն էր, Հայաստան, Թուրքիա եւ հետևին այդ միջնորդները, որոնցից յուրաքանչյուրը իր շահով եւ օրակարգով էր եկել այդ Ցյուրիխյան արձանագրությունները։ Այդ դուք տեսնում եք արդյոք հավանականություն, պարոն Հայրապետյան, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները լինեն բացառապես Հայաստան-Թուրքիա հարաբերություններ։ Մենք արդյոք մեր կողմի անելիքը կարող ենք ապահովել մեր կողմից, հա, այսինքն տղաներ բերելու ինստիտուտը 30-ամյա ընթացքում ոնց հասկանում եմ չի գործում։ Բայդենն էլ ճանաչեց ցեղասպանությունը, Ռուսաստանը ճանաչեց ցեղասպանությունը եւ Ադրբեջանի զենք մատակարարեց, որ ցեղասպանված ժողովրդի դեմ օգտագործվեց, այսինքն մենք մտածում ենք, չէ, ցեղասպանության ճանաչումը անվտանգություն է, բայց ցեղասպանություն ճանաչած ժողովուրդը զենք վաճառում է ցեղասպանվելու վտանգի տակ կանգնած ժողովրդի դեմ, էլի, ուզում եմ ասել, մեզ համար ստեղծել ենք այսպես կլիշեներ եւ բախտի կմահաճույքին ենք, հա, մեր ճակատագիրը տվել, ինչ եք մտածում։ Նախ համացանցում շրջում է մի փոքրիկ տեսանյութ, որը ձեր ասած հարցի պատասխանը հստակ տալիս է, Վազգեն Սարգսյանն, Լևոն Տեր-Պետրոսյանը, նաև Տիգրան Մանսուրյանը, հա, որտեղ ասում է, թե ինչու ռուսական զորքերը պիտի մնային, ոչ թե մենք բերեցինք, կանգնեցրինք, այլ իրենք էստեղ են, մենք ասենք կարող եք շարունակել մնալ։ Դա լավ է թե վատ, միանշանակ կարծում եմ լավ է եւ ճիշտ էր, որովհետեւ այդ պահին հանելը ովքեր հանեցին, նրանք կորուստներ ունեցան, որտեվ իրոք հանեցին։ Իսկ հիմա որ դուրս են գալիս, ես վստահ եմ, հենց ռուսներն են ասեք, որ մենք դուրս ենք գալիս սահմանից։ Հետո որ ասում եք մենք կարող ենք, մենքը չկա, մեր քաղաքական ընտրանին էլիտան դա ռուսական դրածոների համախումբ է եւ բնականաբար սպասարկում է առաջին հերթին ռուսական շահեր, հետո նոր հայկական շահեր։ Այլապես դա այնքան պարզ հասկանալի հարցադրում է մեր եւ Թուրքիայի միջև ոչ թե ռուսական բանակն է կանգնած, այլ ռուս-թուրքական Կարսի պայմանագիրը Մոսկվայի, որը վերաթարմացվեց եւ մեզ էլ ստիպեցին, որ Միասնիկյանի կառավարությունն էլ հետը սովետականացած Ադրբեջանի եւ Վրաստանի կառավարություններն էլ հետը այդ պայմանագիրը ստորագրեն, որ վավերական լինի, հա, երկու չճանաչված պետություն, այն ժամանակվա բոլշևիկյան Ռուսաստանը եւ քեմալական Թուրքիան, որ նույնիսկ դեռ մայրաքաղաք Ստամբուլ, այն ժամանակվա մայրաքաղաք Ստամբուլ չէր գնացել հասել, նրանք կնքել են երրորդ մի երկրի մասին պայմանագիր, որպեսզի մի քիչ տեսք տան, Կարսում նորից ստիպեցին։ Հիմա այս 3+3-ը Կարս 2-ն է ըստ էության։ Այն ժամանակ Իրանին բանի տեղ չէին դնում, որտեղ կիսաքայքայված մի հատ պետություն էր, հիմա չեն կարող, այն ժամանակ 3+2 էր, հիմա դարձավ 3+3։ Այսինքն Կարս 2 են ուզում անել։ Հիմա այս Մոսկվայի կամ Կարսի, որ ըստ էության նույն բանն է, այս պայմանագիրը կանգնած է մեր եւ Թուրքիայի հարաբերությունների միջև։ Տեսեք, ես գուցե դաժան բան ասեմ, գիտեք, Թուրքիայում ավելի Ստամբուլում միայն ավելի շատ գործող հայկական եկեղեցի կա թե Ռուսաստանում, ամբողջ անծայրացի Ռուսաստանում։ Ռուսաստանում, անծայրացի Ռուսաստանում, որտեղ ապրում է տարբեր հաշվարկներով այն մալիշկեցուն, որ ձեռ էր առնում Պուտինը ասեց, այստեղ ավելի շատ հայկական Հայաստանում, հա։ Ոչ մի հատ հայկական դպրոց չկա։ Փոքրիկ հայկական համայնքը Ստամբուլում քանի հայկական դպրոց ունի։ Եթե չեմ սխալվում, 10-ից ավելի։ Դրա համար չէ, շատ ավելին են, ես վախենում եմ ոչ թե տասնյակների, այլ միավորների սխալ անել, դրա համար չեմ ասում, բայց մոտս նշածում եմ։
Անհամեմատելի, այնտեղ 0 դպրոց, այստեղ շատ դպրոցներ։ Թուրքիան, դա չեմ ասում, որ Թուրքիան լավն է։ Դուք ձեր խոսքում մի քիչ ասացիք հիմա Թուրքիան ոնց որ ավելի բռնապետականացում է գնում, մի քիչ ավելի բարդացել է։ Դե օրինակ 10 տարի առաջ ավելի հեշտ են խոսում ցեղասպանության մասին, որովհետև բանտարկված են խոսողները։ 2 տարի հետո նորից կխոսեն։ Ընտրությունները երբ որ կլինեն։ Հիմա այնտեղ վիճակն է խիստ մանավանդ տեսեք ինչ արեցին։ Ազգությամբ հույն Իմամօղլուին Ստամբուլի քաղաքապետի են կոնդրեցին, հիմա առաջին պլան է մղվում ազգությամբ քուրդ արտգործնախարարը Հական Ֆիդանը, հա, հայրը քուրդ է։ Իսկ նա երկկողմանի հույն։ Դա վստահելի է, կարող եք բաց աղբյուրներից էլ տեսնել։ Այսինքն մենք գիտեք մաթեմատիկա չեմ ասում էլի, գոնե թվաբանություն կարողանանք անենք, յուրաքանչյուր մի հատ արժեք տանք, վերջում արդյունարար թվերը հանենք, տեսնենք ինչ է, եւ մենք որտեղ ենք կարողանում տեղավորվել։ Այստեղ խնդիրն այն չէ, որ մենք աշխարհի կարգ փոխենք։ Ընդ որում դուք ասիք ռուսներին բերեցինք Մեղրիի մոտ կանգնեցինք։ Մեղրին նյարդակետ է, 3 հատ այդպիսի նյարդակետ կար, որոնցից 2-ը մեր ձեռքին էին։ Շուշին, Մեղրին եւ Նախիջևանը։ Հիմա Շուշին մենք ձեռքից բաց թողեցինք եւ 6-700 տարվա կայսերական պատմություն ունեցող Թուրքիան հասկանում էր, դրա համար էր թուրքական այդ երկրների ինչ որ փաստաթուղթ հենց Շուշիում ստորագրեցին։ Ամենակարևոր բանը, ես խնդրել էի ժամանակին դեռ 21-22 տարեկան էի, խնդրում էի, որ Ռաֆին իր գործերը թողել էր մի կողմ, մեր պատմավիպասան Ռաֆին, ըստ էլ թարգմանություն էր անում։ Պլատոն Զուբովի Ղարաբաղի աստղագետը այդ վերնագրով մի հատ փոքրիկ կիսագեղարվեստական գործ ունի, որտեղ ասվում է ախր շատ պիտանի է այսօր էլի մենք հասկանանք կայսերական մտածողությունը որն է, որտեղ ասում է ով տիրում է Շուշին, նա տիրում է Ղարաբաղին, ով տիրում է Ղարաբաղին, նա տիրում է Կովկասին, Հարավային Կովկասին, ով տիրում է Կովկասին, միայն նրա առջև են բաց դեպի տակ ջրեր տանող ճանապարհները, մեկ միջերկրական ծով, մեկ Պարսից ծոց տանող ճանապարհները։ Մենք դա մեր ձեռքից մի հատը բաց ենք թողել։ Վերջին կետը Մեղրին, որ մնացել է հիմա մեր ձեռքին։ Մեր ձեռքին գիտեք երբ է եղել մեկ էլ։ Մեր ձեռքին եղել է միայն Նժդեհի այդ փոքրիկ ժամանակահատվածում, առաջին հանրապետության շրջանում եւ դրա անկումից մի քիչ հետո, որտեղ դա նյարդակետը կայսրությունները բաց չեն թողնի իրենց ձեռքից։ Հիմա էլ եթե մերոնք հանում են, ես վստահ եմ ռուսական հանձնարարությամբ են հանել, որովհետև ռուսները տեսնում են, որ անհնար է, պարսիկները չեն թողնելու, որ իրենք իրենց Facebook զորքերը բերեն այդտեղ կանգնեցնեն, փորձելու են ադրբեջանցիների ձեռքով անել։ Ադրբեջանն էլ չկարծեք, որ Ալիևը որ չեկիստի զավակ է եւ անգլիական կրթություն, ռուսական լուրջ կրթություն ստացած, նա չի հասկանում, որ ինքնուրույն ինքը ոչինչ անել չի կարող։ Հիմա նույնիսկ թուրքական համաձայնությունը դաբրոն անգամ նրան թե վութիկում չի կարող լինել, նույնիսկ ռուս-թուրքականը չի կարող լինել, ուրիշ կենտրոններից էլ պիտի թույլտվություն ստանա, որպեսզի եւս մեկ անգամ հարվածի։ Իսկ այդ վտանգը միշտ կա, որ կարող է, օրինակ բանի օրոք, Թրամփի օրոք հարվածեցին, գրավեցին, մերոնք էլ ստորագրեցին խեղճացած, բայց Բայդենի օրոք էլ հայաթափվեց։ Հիմա նորից Թրամփն է, հիմա ինչ է սպասվում։ Այսինքն որ հուսանք, որ ինչ-որ տեղից ինչ-որ բան է լինելու, ռուսները հրաշալի, չգիտեմ ռուսներն ումից են վերցրել, բայց ես ռուսերենից գիտեմ, հրաշալի միասույթ ունեն, հա։ Աստված պահպանվածին է պահպանում։ Մենք ինչ ենք անում մեզ պահպանելու համար, ընդ որում կրկնեմ, արտաքինը չէ էական, արտաքինն ածանցյալն է։ Մեր հոգին պահպանելու համար ինչ ենք անում։ Բացարձակապես թուրքերը երգում են, թուրքաբարո երգում ենք մարզահամերգայինում, ստորագրում ենք ռուսի նման, այդ դեպքում հայը որը մնաց։ Այսօր Հայաստանի բնակչությունը ընդունենք 3 միլիոն է, հա, 3 միլիոն։ Հիմա հայը մենք ենք, թե արևմտյան Հայաստանում ապրող 20 միլիոն քրդերը։ Նրանք հայկական ծագում ունեն։ Մի տարբերակում կա, ես հայերեն եմ խոսում, դրա համար էլ ինձ հայ եմ համարում, ինքը քրդերեն է խոսում, դրա համար էլ իրեն քուրդ է համարում։ Կրոնական հանգամանքը 21-րդ դարում չի գործում։ Ժամանակին երկու թուրքական պետություն կար, Օսմանյան Թուրքիան եւ Շահական Իրանը։
Այնտեղ շահերը, Շահաբաս, բան, հա, մեր պատուհասները, դրանք բոլորը թուրքական ցեղերի ղեկավարներ էին։ 652 թվից ի վեր, երբ Սասանյաններին գծեցին, ամբողջական Իրանի ոչ մի ղեկավար ազգությամբ պարսիկ չի եղել։ Հա, արաբ եղել է, քուրդ եղել է, թուրք եղել է, բայց ոչ երբեք պարսիկ։ Երկու թուրքական պետություն կռվում էին, ինչ թե կրոնական տարբերություն ունեն, մեկը սուննի էր, մեկը շիա էր։ Հիմա արդեն այս կրոնական համակարգը չի գործում 21-րդ դարում։ Դրա վկան հենց Ադրբեջանն է։ Օրենքով, եթե գործելու լիներ, հիմա Ադրբեջանը պիտի հակված լիներ դեպի Իրանը, բայց ընդհակառակը տորպեդահարում է, ամեն պատեհառիթով Իրանին տորպեդահարում է, որտեղ գործում է ազգայնությունը։ Մերոնք ավելի շուտ էին դա հասկացել։ Մեր Ռաֆին մի հատ փոքրիկ հոդված ունի, կոչվում է Հայերը Քաբուլում։ Այնտեղ ավարտում է մոտավորապես այսպիսի մի արտահայտությամբ, գուցե բառացի չցիտեմ, բայց դարակազմիկ բան է ասել, էլի։ Ասում են մենք ժամանակին մկրտվեցինք քրիստոնեության ավազանում, հիմա ժամանակն է, որպեսզի մենք մկրտվենք ազգայնության ավազանում։ Ասում է դա 19-րդ դարի վերջին, նույնիսկ վերջերին էլ չէ, կեսերից մի քիչ հետո։ 2 դար հետո ադրբեջանցիք այդ նույնն անում են։ Մենք հիմա մեզանից կտրում գցում ենք ամեն ինչ, ասում ենք, չէ, սա մուսուլման հայ է, մերը չէ, սա կաթոլիկ է, ֆրանկ է, մերը չէ։ Հիմա նույնիսկ նայում են մարդու լաց է գալիս, ոնց կարելի է, ինչքան պայծառանում կարող եք տալ, դրանց 50-60%-ը դաշնակցականներ են 20-րդ դարի սկզբի, 10-րդ դարավերջի։ Ոնց որ ժամանակին իրենք էին ասում, ով դաշնակ չի, հայ չի։ Հիմա էլ մի հատ ուրիշ ողմակ էլ դուրս եկել, ասում է, ով դաշնակցական է, հայ չի։ Դրանց պետք է քոքը կտրել բան։ Ասում եմ, այս անտագոնիզմում է ձեռ տալիս, այս հակամարտությունը, ազգը ինքն իր մեջ կիսելը, նույնիսկ կիսելն էլ չէ, իրար դեմ հանելը։ Այդպես կիսված գերմանացիներն էլ, կեսը կաթոլիկ են, կեսը բողոքական, բայց այդ նրանց չի խանգարում, որ նույն խրամատում կանգնեն։ Մենք հիմա նույն խրամատում չենք կանգնում։ Մանավանդ մեր խրամատը չենք գծել, լավ, մենք ինչ ենք ուզում։ Մենք կանգնել ենք հիմա Թալյաթի գծած եւ Ռուսաստանի գծած խրամատում ենք կանգնել։ Մենք մեր խրամատը չունենք, մենք մեր դիտակետը, աշտարակը, դիտաշտարակը չունենք։ Այդ դրա համար միտք է պետք, իսկ մի հատ երկար, որ այնքան էլ չեմ սիրում, որտեվ քրդերեն բառը լաո է մեջը, զարթիր լաո, բայց լավ մի հատ տող կա։ Երթամ ժողվեմ զիմ խեղճ գառներ։ Այդ գառները, այդ գառը, այդ աստվածայնությունը, այն ինչը հայի էատարերն է կազմում, այն ինչով գոյանում է հայը, հայ կոչվածը, այդ դրանք, թե չէ, մեր Վահան էլ էր ասում, չէ, հայության հավաքում, ոչ թե հայերի հավաքում։ Հայերի հավաքում լիներ նա Նիկոլը շոու էր անում, չէ, Սերժ Թանկյանին բերեց, Քիմ Քարդաշյանն եկավ, հիմա կգան բացարձակապես, բայց միևնույն է նրանք չէին էլ գալու։ Այստեղ նրանց երևույթը բերելն է, մանավանդ այս ժամանակակից աշխարհի նոր տեխնոլոգիաները մեր դաշնակիցներն են։ Մենք ուրիշ դաշնակից չունենք ժամանակակից աշխարհում, մնայուն դաշնակից, որոնք ամեն վայրկյան փոխվում են, դաշնակիցներն այդպիսի բաներ են, պետք է փոխել անընդհատ, քո շահից ելնելով։ Միակ մնայուն դաշնակիցը ժամանակակից տեխնոլոգիաներն են։ Ինչպես որ դա եղավ 5-րդ դարում մեր դաշնակիցը դարձավ մեր Այբուբենը, հնչյունական գիր է, այն ժամանակվա տեխնոլոգիայի բարձրակետն էլ հնչյունական գիրն էր։ Հիմա աշխարհն է ամբողջությամբ գաղափարախոսական, գաղափարական ճգնաժամի մեջ դեռ խմորվում է եւ նորը չի գտնվել, գուցե Հայաստանում կարող է գտնվի, դա շատ քիչ հավանական է, 0.00001 հավանականություն ունի, բայց գոնե նրանք, որոնք կոնստանտ արժեքներ են, դրանցից ամուր կարճել է պետք։ Մենք դա այնքան էլ լավ չենք անում, եթե չասեմ վատ ենք անում։ Շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան, զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Միքայել Հայրապետյանին։